Մեկ ամիս եւ ավել տևած ընտրավազքը վերջացավ, նախընտրական եւ հետընտրական գրքերը հանդարտվեցին կամ կհանդարտվեն առաջիկա շաբաթում։ 3 պատմական օրեր, պատմական տարբեր առումներով։ Բոլորը ուզում էին պատգամավոր դառնային 8 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք էլ կաշվից դուրս էր գալիս խորհրդարանում հայտնվելու եւ ընդհանուր ինչ-որ մաս կազմելու համար։ Ուղիղ ժամը 8-ին բացվել են ընտրատեղամասերի դռները, հայտնվել առաջին ընտրողները։ Ընտրական գործընթացը բնականon հունով ընթացավ, եղան նաեւ անվավեր համարվող քվեաթերթիկներ, մեղավորը կամ հանձնաժողովականն էր կամ ընտրողը։ Առաջինին չէր հաջողվում իր երկար եղունգների պատճառով ելունդը ճիշտ տեղից կտրել, երկրորդը սխալ ընտրություններ կատարում։ Հենց առավոտյան գրանցվեց այս ընտրության Գյումրու առաջին լուրջ իրարանցումը։ Հեռուստաընկերություններից մեկի տեսախցիկը առգրավվեց, լրագրողը կորավ 34-ի 25 ընտրատեղամասից։ Առավոտյան մեր հետ միասին այստեղ եկել էր լրագրող, եթե ես չեմ սխալվում, Կենտրոն հեռուստաընկերության լրագրող, եւ ուզում էր նկարահաներ ընթացքը ամբողջ, բերել էր իր հետ շատ փոքրիկ այդպես տեսախցիկ, հարմարեցրել էր այնպեսի տեղ, որը խախտում չի օրենքի, այսինքն գաղտնիությունը ապահովում էր, այսինքն տեսախցիկը այնտեղ էր, իսկ քվեարկողները այս կողմում։ Հետո եկան, եթե չեմ սխալվում, 2 երիտասարդներ, մեկին դե բնականաբար ավելի լավ նկատեցի, վերցրեց տեսախցիկ, ասեց դե Երևանից ես բերել տեսախցիկը, Երևան է կտանես եւ դուրս եկավ։ Ինչ որ ժամանակ հետո լրագրողին դուրս կանչեցին եւ առ այս ժամ ինքը չի վերադարձել։ Սրան հետևեց տեխնիկային թատրոնի տեղամասի աղմուկը։ Մարդը ընտրել էր համապատասխան տեխնացուին, նախագահից էլ պահանջում էր իր բաժին գումարը, մենակ թե տվող չեղավ։ Ինձ փողով պիտի տա։ Ով է փող բաժանը, ես այստեղ ընտրատարածքում փող եմ բաժանում։ Եկե փող կուզե, խնդրեմ ինքը թորնիկի։ Ինչ է կատարվում։ Մեկ էլ մանկավարժական ինստիտուտում տեղակայված 34-02 տեղամասում ընտրողը աղմուկ բարձրացրեց, երբ տեսավ, որ կնոջ անվան դիմաց ստորագրություն կա։ Առաջին հայացքից ընտրախախտում թվացող իրավիճակը շտկվեց, բողոքողի հետ գնացինք իրենց տուն ու պարզվեց, որ տանտիկինը սուսուփուս բոլորից թաքուն գնացել ընտրել, նույն սուսուփուս ձևով էլ հասել տուն, անցել էր իր գործին։ Քիչ չէին այն ընտրատեղամասերը, որոնք ընտրություն իրականացնում էին չկնիկված ընտրարկղերով։ Լրագրողների տեղեկացնելուց հետո շատ հանձնաժողովի նախագահներ արագ կնիքել են տուփերը։ Հանձնաժողովի նախագահ կար տեղյակ էլ չէր, որ ընտրասենյակում քարոզապաստառ կամ նկար չպետք է լինի։ 34-04 տեղամասում նախագահի նկարը մնաց այնքան ժամանակ, քանի դեռ տեսախցիկը չփաստեց։ Օրենքի պահանջն է, եթե մենք ուզում ենք, որ ամրիշ օրենքի կատարած, այսինքն որ ես նկարը թողել եմ դիտավորություն է։ Չէ, դիտավորություն չենք դիտում, ուղղակի օրենքի պահանջն է, որ ասենք պետք է այսօր քարոզարշավը բոլոր ձևերով դադարել։ Բողոքողների թիվը սրանով չսահմանափակվեց, աղմուկ բարձրացավ Պալատում վարժարանում տեղակայված 34-20 ընտրատեղամասից նաև նախագահն էր դժգոհ։ Իմ կողմից նկատվեց օրինախախտման մի դեպք, երբ հեռուստաընկերության ներկայացուցիչը, կոնկրետ ասեմ Կենտրոն հեռուստաընկերության դիտորդ օպերատոր Սարգսյան Ռոմանը, լիցքավորման պատրվակով ընտրողների ցուցակների, որտեղ ստորագրում են ընտրողները, ցուցակներին բավականին մոտ միացրել էր տեսախցիկը, բավականին հզոր տեսախցիկ, եւ ես երբ նկատեցի, որ ինքը ուղղակի փորձում է նկարահանել ընտրացուցակները, ինքը փորձեց հրաժարվել, սակայն դա ակնհայտ էր։ Դատական կարգով իրավունք վերականգնող չեղավ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գովեց ընտրացուցակները կազմողներին։ Ուրիշ ժամանակ ուզես հազիվ թե կիրակի օրով, այն էլ ժամը 17:30-ին բաց ԲՇՏ գտնես։ Ընտրության օրը այս ԲՇՏ-ն բացել էր, մարդաշատել էր։ Տարբեր տեղամասերի հարակից տարածքներում եղան ավանդական կուտակումները մարդկանց եւ մեքենաների տեսքով։ Բոլորն էլ տեսան լավ էլ գիտեին, թե ինչ բարբերականությամբ եւ ինչ խմբերի տեսքով էին մարդիկ թիմ հավաքվում ու ցրվում։ Միայն թե մեկնաբանությունը չէր արտացոլում երևույթի իրական նկարագիրը։ Կուտակումները երևի ավտոմեքենաների խցանումներ են, մարդկային խցանումներ չկան, երևի դրանք տեխնիկական բնույթ է կրում։ Մեքենաների մեջ մարդիկ կան։ Քաղաքացիական իրենց պարտքը կատարեցին նաև Շիրակի թեմի առաջնորդը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը։ Ընտրեցին իրենց վաղվա օրը ու հանգիստ խղճով դուրս եկան ընտրատեղամասերից։ Հետո ժամը 8 եղավ։ Օրենքից տեղյակները արագ փակեցին տեղամասերի դռները։ Ներսինը ներսում, դրսի ուշացած ընտրողն էլ փակ դռան հետևում մնաց։ Ներում բեկում չեղավ։ Վերջին ընտրողները դուրս եկան, մեկնարկեց ընտրության գլխավոր փուլը։ Այդ ժամանակահատվածում իրար խառնվեցին թիվ 12 նախակրթարանի կամ որ նույնը 35-40 ընտրատեղամասի հանձնաժողովականները։ Պարզվեց, որ անհետացել է հանձնաժողովականներից մեկի անհատական կնիքը։ Կարող ինչ որ մեկը սխալման դեպքում, ինչ կարող թե չէ, ես ախր միջև վերջի օգնել նստած բան եմ դրի, չէ՞։
թվում է երկու մեկը վերցրել ու չի մարդը ինչ վերջի րոպեն ես նրանցում եմ արել նրան։ Եվ այսպես գլորվեց ընտրական օրը ողջ գիշեր տվյալներ հստակեցվեցին, ցուցակներ համադրվեցին, թե ում ծրագրերը իրականացան կամ ումը մնաց թերի հենց իրենք լավ գիտեն։ Սովորաբար ընտրություններ ու քարոզարշավն ու դրա ընթացքը շատերի համար դառնում է փորձություն, շատերի համար փոր ձեռք բերելու դասընթաց։ Արմենուհի Մինասյան, Ազդարար։